Սույն թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների կոնտեքստում արդյոք քաղաքական միավորների առաջնորդներին ու ներկայացուցիչների ինչու ոչ հռետորաբանությունը ձեր գնահատմամբ, չեմ ասում եղել է այնպիսին, որովհետև եղել է կատեգորիկ է, կարող էր առնվազն լինել այնպիսին, որը կարող էր ազդեցություն ունենալ, միգուցե էական, սա չափելի չէ, սա շատ բարդ է միանշանակ այս հարցի պատասխանը, շատ լավ գիտակցում եմ, գոնե ընդհանուր գծերով ակնկալում եմ պատասխան, ընտրողի ազատ կամահայտնության վրա։ Եվ վերջնարդյունքում արդյոք սա կարող էր որևէ ազդեցություն գործել ընտրությունների վերջնական պատկերի վերջնարդյունքի վրա։ Շնորհակալություն։ Բարձր դատարան, միանգամից պատասխանելով ձեր հարցին, կարծում եմ ոչ, այսինքն վերջնական արդյունքի վրա էական ազդեցության տեսանկյունից միանշանակ չէր կարող գործել, քանի որ դուք ձեր խոսքի մեջ շեշտադրեցիք հենց ընտրողներին, եւ դա երեք շատ հստակ առանձնացնում էր նաեւ իմ կողմից գործընկերներին ուղղված հարցերում, կարծում եմ, որ հատկապես ընտրողներին ուղղված որևիցե խոսք, որը անգամ այդ անթույլատրելիության սահմանները հատել է, անգամ այդպիսի խոսք չկա, որ մի հատ էլ դրա ազդեցությունից խոսանք։ Ես ներողություն եմ խնդրում, պարոն Գրիգորյան, խոսքը բացառապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդի մասին չէ, խոսքը երևույթին ձեր գնահատականն է, նաև այլ քաղաքական միավորների առաջնորդների ելույթների մասով, ռետորաբանության։ Շատ բարի, ես ամեն դեպքում մեր մասով ներկայացնեմ, ես անկեղծ ասեմ, տենց շատ որ ասեմ մանրամասն մյուս քաղաքական ուժերի ռետորաբանությունը այս առումով խորությամբ ուսումնասիրել եմ ոչ, ու դա պատճառ ունի ինչի չեմ ուսումնասիրել, որտեղ իրոք խորապես հավատում եմ, որ շատ չափազանցված է նման խոսքի պոտենցիալ ազդեցությունը, դրա համար հատուկ ուշադրություն դրան չեմ դարձրել։ Եթե օրինակ տեղյակ լինեի, որ դատարանը նման հարց է ուղղելու, անպայման կուսումնասիրեի, բայց բնականաբար տեղյակ չէի։ Շարունակելով, բարձր դատարան, հարցը հետևյալն է։ Կոնկրետ ընտրողների մասով մենք 3 անգամ երբ որ խոսեցինք եւ գործընկերները օրինակ էին բերում, այն օրինակը, որը բերվեց, վերաբերում էր էլի ի վերջո, այո, այս ընտրական գործընթացին չմասնակցող, բայց միանշանակ քաղաքական գործիչ հանդիսացող, օրինակ Զարոյի Փոստանջյանին, ով որ այսօր Երևան քաղաքի ավականու անդամ է, Երևան քաղաքի ավականին քաղաքական մարմին է։ Գործընկերները հակադարձեցին տեղից, թե այս ընտրություններին չի մասնակցել, հիմա պաշտոնապես օրինակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էլ չի մասնակցել։ Հիմա երբ որ օրինակ Սերժ Սարգսյանին ուղղված քննադատություն լինի, դա քաղաքացուն ուղղված քննադատություն է լինելու ըստ գործընկերների տրամաբանությամբ։ Իմ կարծիքով ակնհայտ է, որ ոչ։ Հետևաբար հստակ տարանջատենք քաղաքական հակառակորդներին։ Ունեցել ենք նաև դրվագ, որ դիմակավորված անձինք բռնության կոչերով անպատասխան տեսանյութը տարածվել էր, դրա այսինքն քաղաքական հակառակորդներին եւ կոնկրետ այդ դեպքում վարչապետը հնչեցել է շատ կոշտ, շատ սուր խոսք, բայց նորից խնդրում եմ արձանագրել եւ ձեր հարցի կոնտեքստում կարծում եմ դա շատ կարեւոր է, որ ընտրողներին ուղղված այդպիսի խոսք չի եղել։ Եվ վերջինը ինչը կուզեմ ասեմ, ինչ ասել եմ նաև 2021 թվականին բարձր դատարան, կարծում եմ մենք նաև պետքա շատ կարևոր է, որ հաշվի առնենք միջավայրը, որում այդ խոսքը հնչեցվում է, եւ որ օրինակ պարոն Վարդևանյանը Սահմանադրական դատարանում կաշկանդվածություն է զգում մեջբերումներ անելուց, ես այդ կաշկանդվածությունը հասկանում եմ, որովհետեւ այս դահլիճի միջավայրը, բարձր դատարանի դատավորների ներկայությամբ միջավայրը այլ բառապաշար եւ այլ կոնտեքստ է, քան քարոզարշավի ընթացքում մենք բոլորս որպես ֆիզանց, մեր, չգիտեմ, առօրյա շփումներում, ընկերների հետ եւ այլ վստահաբար այն նույն կերպ չենք խոսում, ոնց որ ես օրինակ հիմա խոսում եմ պատասխանելով ձեր հարցին։ Եվ միջավայրերը խառնել է եւ փորձել ներկայացնել, որ լրիվ sense հանգիստ միջավայրում, ոչ քաղաքական միջավայրում, ոչ նախընտրական քարոզչության միջավայրում այս sense խոսքը հնչեցվել, դա ըստ էության խեղաթյուրում է իրականություն։ Պատասխանը պարզ է, շնորհակալություն, ավելելու բան ունեք։ Բարձր դատարան հարցը բազմաշերտ է, ես կփորձեմ պատասխանում բոլորին անդրադառնալ։ Մենք պետք է տարբերակենք ատելության խոսքը, քարոզը, դեզինֆորմացիան։ Ու պետք է չափենք դրանց ազդեցությունը ընտրության արդյունքի վրա։ Հիմա եթե խոսում ենք ատելության խոսքի մասին, որը ըստ իմ մատուների այն մակարդակի է եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, որ ահաբեկել է ժողովրդին, դրդել է գնալ եւ քվեարկել նրանց օգտին, պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը։
Նախորդ օրը մենք մեր հարցերով փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Ասվում է, որ վարչապետը ասել է, ինչու չես զոհվել, դա մարդկանց մոտ վախ է առաջացրել, մտածել են զոհման, այսպես այս բառը օգտագործեց ներկայացուցիչը, եւ դրանից հետո անհասկանալի է ինչ է եղել, օրինակ մարդիկ վախեցել են դրանից, գնացել են ընտրել են, թե ոչ։ Իրականում քարոզարշավի ընթացքում հնչեցված արտահայտություններից որոշների արդյունքում մենք կարող ենք խոսել նույնիսկ ինչ-որ առումով ռեյտինգի նվազման մասին, ընդ որում խոսքը բոլոր քաղաքական ուժերին է վերաբերում։ Եվ այստեղ տպավորություն է, որ այդպիսի երևույթները որոշ դեպքերում ներկայացվում ճիշտ հակառակ դիտանկյունից։ Հիմա եկեք կոնկրետացնենք դեպքերը։ Ձեր մայրիկի հետ կապված միջադեպում, ասում եք թիրախավորել է անձին, ոչ, ասել է Ռոբին էլ, Սերժին էլ, սա եմ անելու, նա եմ անելու, նա եմ անելու, քաղաքական ընդդիմախոսներին է ուղղված եղել ելույթը։ Չենք խոսում այն մասին, թե որքանով է դա հատում, օրինակ, քաղաքացիների համար խոսքի ազատության թույլատրելի շեմը։ Ես ուզում եմ խոսել, որ այս երևույթների դեմ պայքարի համատեքստում մեր երկրում գործում են ինստիտուտներ։ Վարչապետի մասնակցությամբ առնվազն 2 դրվագի հետ կապված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել վարքագծի կանոնի խախտման կամ էթիկայի կանոնի խախտման հետ կապված հարցը։ Եվ ինստիտուցիոնալ լուծումները, որոնք մեր երկրում տրվել են, այսօր աշխատում են եւ արձագանքում են այդ երևույթներին։ Մենք տեսանք Արթուր Օսիպյանի հետ կապված դեպքը, որ էլի ներկայացվում է որպես քաղաքացիներին ուղղված ինչ-որ բռնության կոչ, ահաբեկող, ինչ-որ, չգիտեմ, հետևանքը ուղղակի ակնհայտ չէ ինձ համար։ Արթուր Օսիպյանը իմ գործընկերն նշեց, ներկայանում է որպես հանրային գործիչ եւ վարչապետի խոսքը ուղղվում է նրան որպես հանրային գործիչ։ Իդեպ այս դեպքով եւս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կա համապատասխան վարույթ։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ վերջին շերտին կամ երևույթին, որը կոչվում է դեզինֆորմացիա։ Դեզինֆորմացիան ունակ է ահաբեկելու հանրությանը, որովհետև քաղաքացիները պարտավոր չեն անձամբ ստուգել այն բոլոր փաստերը, որոնք ներկայացվում են որպես փաստ, ու նոր որոշեն հավատալ կամ չհավատալ որևէ երևույթին։ Քննարկվեց պատերազմ է լինելու եւ 300,000 ադրբեջանցիներ են գալու այդ արտահայտությունների տարբերության հարցը։ Մեր գործընկերները ջանասիրաբար փորձեցին ասել, որ դրանք շատ տարբեր են, որովհետեւ եթե մեզ չընտրեք պատերազմ է լինելու ահաբեկող է եւ կարող էր ազդել կամ ազդել է ընտրության արդյունքի վրա, բայց եթե մեզ չընտրեք, հակառակը եթե ընտրեք այլ ազգին դավանող մարդկանց, որպիսիք որակվում էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները եւ իրենց համակիրները, ապա գալու են 300,000 ադրբեջանցիներ։ Եվ այս մասով կային ստեղծված արհեստական բանականության կողմից բազմաթիվ հոլովակներ, ուղղակի մարդկային տրամաբանությունից, խելամտությունից, բարոյականությունից դուրս, որոնք մատուցվում էին մեր քաղաքացիներին որպես հնարավոր իրողություն։ Սա պետք է քննարկման առարկա դարձնենք։ Եվ մենք այսօր այստեղ ասում ենք, որ չնայած այդ հիբրիդային սպառնալիքներին, բազմաթիվ փորձերին շեղել մեր քաղաքացիների ճիշտ ճանապարհից, բանականությունից, բարոյական ճանապարհից, քաղաքացիները հաղթահարել են դա։ Քաղաքացիները հաղթահարել են սահմանադրական կարգին սպառնացող վտանգը եւ կատարել են իրենց ընտրությունը։ Բարձր դատարանը գուցե եւ քարոզարշավի ընթացքում շատ քաղաքական ուժեր հատել են խոսքի ազատության թույլատրելի սահմանը։ Սահմանը խոսքի ազատության, ես իմ խոսքում եմ նշել, որ քաղաքական գործիչների պարագայում, հատկապես նախընտրական շրջանում, շատ ավելի լայն է, քան սովորական պայմաններում քաղաքացիների համար։
Այս համատեքստում մենք պնդում ենք եւ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առայն, որ սահմանների լայն լինելով պայմանավորված, խոսքի ազատության հնարավոր խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Հարցը դա ներողություն եմ խնդրում, փոքրիկ լրացում, էլի։ Եվ Տիկին Գալյանի բերված օրինակները, որոնք ես մի անգամից ջմտաբերեցի, որ ձեր հարցինի պատասխան հնչեցնեմ, ինձ թվում է առավել հնարավոր ջանքը գործադրվել է, որպեսզի այդ ազդեցությունը ի վերջո ժողովրդի վրա, այսինքն այդ ազդեցությունը լիներ։ Չի եղել այդ տեղեկատվությունը տարածող անձանցից անկախ պատճառներով։ Որովհետև ակնհայտ աբսուրդային է եղել իմ կարծիքով, այսինքն երբ որ տեսանյութ է սարքում, որտեղ մարդիկ նստում են ավտոբուս, նախ արհեստական բանականությամբ, ինչը արդեն իր արհեստականությունի սկզբան է ընդգծում, նստում են ավտոբուս իբր ադրբեջանցիներ եւ հայրենով հայտարարվում է, որ հաջորդ կայարանը Հայաստանի Հանրապետությունն է, թե ադրբեջանցիների համար ինչի է հայրենով հայտարարվում, դա պետք է հասկանալ, այսինքն զուտ նաեւ այդ պրոպագանդայի վատ որակի պատճառով է եղել, որ այդ ազդեցությունը չի գործել, բայց դրա փորձերը եւ ցանկությունը եղել է։ Եվ վերջին հատվածը, բարձր դատան, երբ որ մենք խոսում ենք էլի այդ խոսքի անթույլատրելիության աստիճանից, իմ անձնական փորձառության տեսանկյունից մի օրինակ բերեմ, եթե թույլ կտաք։ Ես քաղաքական գործունեություն իրականացնելիս ավականու նիստերի ժամանակ, հիմա այդ քաղաքական հարթակը, որը ինձ հասու է, ունենում եմ պարբերաբար ելույթներ, ասեմ, որ լինում է, որ ավելի սուր եւ ավելի ինչ-որ տենց զբոսաշունչ կան, ստեղ եմ ելույթ ունենում, բայց շատ ժամանակ գրեթե նույն ռետորաբանության մեջ է։ Եվ տարբեր քաղաքացիներից տարբեր արձագանք եմ լսում։ Մի մասը ասում է շատ լավ է, որ այդ ելույթը տեսպիցի զուսպ է, բայց քիչ չեն նաև քաղաքացիները, որ ասում են շատ մեղմ է արտահայտվում, չես կարողանում ավելի կտրուկ նենց ավելի հավեսով էլի կներեք։ Ասածս այն է կրկոտ, միգուցե։ Ասածս ինչ է բարձր դատան, որ մենք հիմնականում այս դահլիճում գտնվողներս ավելի շատ իմ կարծիքով, չգիտեմ, փորձառության բերումով, իրավաբանական ֆակուլտետի բերումով, չեմ կարող ասեմ ինչի բերումով, ավելի շատ ոնց որ հիմնականում հավանում ենք այն առաջի ոճը, բայց այդ չի նշանակում, որ այն հանրությունը, որը օրինակ այդ քննադատությունը հնչեցնում է, օրինակ իմ ելույթների մասով, իրանք հանրություն չեն, այսինքն այստեղ ճաշակի հարց է։ Շնորհակալություն։ Պատասխանը պարզ է, շնորհակալություն, երրորդ անձի ներկայացուցիչներին հարցեր չունեմ, հաջորդ խումբ հարցերս ուղղված են կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Առաջին հարցս առաջին հայացքից կարող է ինքնանպատակ թվալ, բայց ես կուզեմ այս առնչությամբ լսել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի սպառիչ պատասխանը, որը կարող է